Ներքին ուզում եմ իսրտել ձեր բոլորին ողջունել։ Երկրորդը ես ասենք թե շրջելով տարածքները ուզում եմ մարդկանց լսեմ, իրենց խնդիրը, խնդրեմը, իրենց հարցերը պատասխանեմ։ Պարզ է, իմանալով երկուշաբթիա ժամը 11-ն է, բայց կարևորը որ բոլորն էլ կլսեն, բոլորն էլ կպատկերացնեն, ոչ թե ընտրել ենք շաբաթ օր, կիրակի օր, որ բոլորը տուն լինեն, բայց կարևորը որ չենք հասցնի, ասենք թե որ բոլորը հետ հանդիպել, շփվել։ Ինչ հարցեր ունեք, ինչ մտահոգություն ունեք, ինչ խնդրեմ կա, ասեք, տեղում ձեր հարցերին պատասխանեմ։ Ես ասեմ, այսօր մենք ունենք լավ թիմ, լավ համակիրներ, համախմբվել են շատ լավ մասնագետներ, դոկտորներ, պրոֆեսորներ, բժիշկներ, ակադեմիկներ, տնտեսագետներ ու բոլորի նպատակը մեկն է, որ նրանք այսօր ուզում են այս վիճակից դուրս գանք։ Չմասնակցելով իրար կողքի չկայնելով, այս վիճակից դուրս չեն կարող գալ։ Այսօր պարտված, խեղճացած, ամբողջ աշխարհում կորցած այդ հեղինակությունը ամեն ինչը սենց չի լինի, ու դա մի մարդու բան չի։ Այսօր պետք է ազգովի կանգնեն իրար կողքի, կուսակցական պատկանելիություն կապ չունի ժողովուրդ։ Սա մեր պատվի խնդիրն է, մեր ապագայի խնդիրն է, որ մենք կարողանանք սա մտահոգում, երկրի խաղաղություն, տնտեսության զարգացում, իրենց խնդիրների կարգավորում, այդ հիմնական տուժտուգանքները, որ կուտակվել է 4-5 տարի, մենք էլ բանկային համակարգի հետ վարկերի մարում։ Այդ բոլորը ասենք թե մեզ մոտ կա գրած, իսկ դուք էլ գիտեք, իմ խոսքը գործը ասել եմ, եթե այսօր այս տարածքները մանեմ գալի, նայում եմ, որցե մեկը չկա, որ ասի Ծառուկյան դու բան ես խոստացել չես, չկա դե։ Ես ոնց կարող է պատասխանեմ, բան ասեմ չանեմ։ Եթե ասեմ տեղում հանձնարարում եմ, որ անչափես կատարեք, որ հանկարծ չլինի, մոռացել եմ հետո իմ այդ հարց ասել։ Ամենակարևորը բոլորը կա, ծրագիրը կազմած է, եթե դուք հարցեր ունեք էլի ասելու, ասեք ռալ պատասխանեմ։ Բոլորի խնդիրն ու խնդրեմը գիտեմ։ Այս անգամ մենք ծրագիրը կազմել ենք ոչ թե կաբինետում լուրջ դեմքով մարդիկ նստած գրել են, այլ բոլոր ոլորտների մարդկանց հանդիպել են, ասեն ինչ խնդիր ունես, որտեղ ես աշխատում, որն է քո խնդիրը, ինչով ես դու զբաղվում, մարդիկ ասել են, դրել ենք խնդիր խնդրեմը եւ դրա լուծումները մեր մասնագետների հետ միասին կազմել ենք։ Ու այսօր հիմնական հարցը ասենք թե միայն մնում է, որ դուք մասնակցեք, ձայնը տակ, այն քիչ ձայնի դեպքում ես ասեմ, մենք չենք կարող որոշում կայացնենք, որ լիազեք որոշումը կայացնենք։ Իմ համար կապ չունի, որ կուսակցությունից է, ոնց որ գնաց մրցում չեմպիոնին չտանես, որ ուրիշ կուսակցություն, այլ այսօր ազգի խնդիրն է, ով կարա դանի, ով տիրապետում, ով աշխատել է, որ այդ մարդիկ գիտեն արդյունավետ աշխատումը, լիազեք իրա ցավը տանեմ, քաղաքանը դնում ենք մի կողմ, այսօր պետք է այս գիծնա ուղղությունը, որ լիարժեք զարգացում լինի, որ մարդիկ գոհ լինեն, իմանան իրենց մասին մտածող մարդկանց։ Այսօրին ենք ժողովուրդ ջան, որ ոչ ճիշտ նշանակումների համար։ Իզնես լավ գիտեք, առաջ կոմունիստներ ոնց էր, մարդ ավարտելուց հետո պետք է կոմսոմոլ գնար, պետք է վարչություն գնար, հրանգիչ լիներ, օգնական լիներ, հետո գնար վարչության պետի տեղակալ, օգնական, հետո փողնախարար, նոր նախարար։ Հիմա 50 տարի ոչ մի բան չի արել։ Քարը քարին չի դրել, 100 ռուբլի չի վաստակել։ Այսօր միանգամից նախարար։ Ձեզ կամ մտնելով դիմում գրի գնա մերոնք եկել, այդ ցավը տանեմ, սաղը սայենք, հանձնարարությունը դուր կարամ կատարել, եթե չեմ կարա հանեք, սա պետք է լինի սկզբունքը, ծանոթ բարեկամով չի։ Ինչ կա նորից եմ ասեմ, հարցեր ցանկացած ոլորտից ասեք, դրա պատասխանն ասեք, ինչ հարցեր ունեք։ Հարց չունեք, սա ձեր մոտ ընտիր է։ Որ դուք եք գործի գլխին էլ ինչ հարց ունենան, բարոն Ծառուկյան։ Երբ այդ գործի գլխին լինելու ասում եմ, ձայնը տվեք, ինչ որ ասում եմ, մի բան էլ ավել անելու ենք, որ դուք զգաք փոփոխությունը, շարժը, ուշադրությունը, արդեն ամեն ինչ լավ կլինի։ Հիմնական ցանկությունը կա, կապը կա, թիմերը կան, հնարավորությունը կա, այսօր մենք հազարավոր ազդեցիկ հայր ունենք աշխարհով մեկ, միակ ազգն ենք, որ եթե Հայաստանում բնակվում են 2 միլիոն ու կես, աշխարհում բնակվում են 12 միլիոն, ու ցանկացած հայ, որ երկրում, որ պետությունում կա կայացած հզոր, իր կապերը, իր հնարավորությունները պետք է օգտագործեն։ Պետք է իրեն հաշվի առնենք, որ ինքը հայ է, որ ինքը կարա իր երկին օգնի, այս ուղղության վրա, այս իր կապերը, ծանոթությունը, նորից եմ ասում, չլուծվող խնդիր չկա։ Որտեղ հայ եղավ անպայման, ամենաբարձր աշճանի մարդկանց հետ պետք է կապը լինի, ծանոթությունը լինի, մենք էլ դա պետք է օգտագործենք։ Մեր երկրի զարգացման համար, մեր ապագայի համար։
ասեմ, եթե հարցեր ունեք, Ժորջան, ասել եք հիմնական խնդիրը ասել եմ, որ այսօր պետք է ասեցի, որ տուժտուգանները պետք է միանգամից պետությունը արդեն այդ մարդկանց այնքան տուժտուգան կա կուտակ, ներում շնորհեն, վերջացնեն։ Մարդկանց պետք է վարկային համակարգը, որ ասենք եղել է տնտեսական ճգնաժամ, համաճարակ, պատերազմ, որ մինչև 3 միլիոն դրամը պետք է պետությունը ներում շնորհի։ Եթե պետական պարտք այսօր 15 միլիարդ է, դու դրանից խաբար եք, գործ ես խաբարել։ Լավ, թող լինի 16 միլիոն 100 միլիոն, 16 միլիարդ 100 միլիոն, 2 միլիոն 200 հազար մարդ վարկային համակարգից կպրծնի։ Իր աշխատած գումարը, իր ստաց գումարը արդեն կտան իր երեխերքին կկերակրի։ Եղել է, ստացվել է, հիմա այդ լավ ուրիշի չենք ասում, մարդիկ միլիարդներ ունեն, խի անեն։ Այսօր քո ժողովուրդն է, ճայիճի մեջ է, խեղճվում է, որ ասենք թե տուժտուգանք վճարելով, բանկի տոկոս վճարելով, տուն կորցնելով, քո ժողովուրդն է, ինչքան ժողովուրդը լավ լինի, այնքան դու ավելի լավ պետք ես։ Մի որոշմամբ թող ոչ այդ հարցը ներում շնորհեն։ Առողջապահությունը պետք է անվճար լինի, եղբայր։ Դա ուսումը պետք է անվճար լինի, դա պետության խնդիրն է։ Հիմնական խնդիրները կան, որ պետք է մարդկանց դրության մեջ մտնես։ Եթե ասենք թե այսօր ծնողը չի կարում երեխայի ուսման վճարը վճարի, ծնողի կյանքից 5-10 տարի պակասում է։ Նա գիշերը չի քնում, որ երեխային չկարեցավ ուսման տա։ Բայց պետք է կարողանա դրա համար ուսումը թող ձրի լինի, որ կարողանան ասենք թե պիտանի մարդիկ ավելի շատ սովորեն։ Պետք է մեր կրթական ծրագրում Բոլոնիայի ծրագիրը վերացնեն, ժողովուրդ ջան։ Այդ որ դրել են այս, սա վերացնեն ոչ մի տեղ այդ ծրագիր չի օգտա, բացի Հայաստանից։ Հիմնական Բոլոնիայի ծրագիր ինչ է տալի։ 10 տարի սարքել են 12 տարի։ Էլի նույն գիտելիքը կամ գրքերը փոխել են, կարգին գրքեր էլ չեն գրում, եթե ես դրա համար եմ գիտեմ, տեղյակ եմ։ Այն ժամանակ ամենաուժեղը լա սովետական միության կրթական ծրագիրն է, որ այսօր Ամերիկան էլ է դա օգտագործում, բայց մենք բերել ենք Բոլոնիայի ծրագիր։ Երեխեն անտեղի 2 տարի լավ էլ կորցնում է, հլա ավարտած արդեն բանակ են տանում, չի ասցնում քննություն էլ տա, բանակից հետո էլ գալի, գիտելիքը մոռացել չի ուզում շարունակել։